Երեկ Բաղրամյան 26-ից ոստիկանություն տարված ակտիվիստների փաստաբանները պնդում են, իրավապահները մոտ 1 ժամ շարունակ թույլ չեն տվել տեսակցել պաշտպանյալներին։ Արակ Արագյոզյան իրավապահներին անգամ քրեական օրենսգիրքն է հիշեցրել, որով փաստաբանի աշխատանքը խոչընդոտելու համար սահմանված է տուգանք նվազագույն աշխատավարձի 200-ից 400 ապատիկի չափով կամ կալանք 1-ից 3 ամսով, սակայն ապարդյուն։ Մի ժամ կամ 45 րոպե տևեց այդ գործընթացը, որը ոստիկանությունը Արաբկիրի բաժնում, որը չէին թույլ տալիս, պատճառաբանելով այն հանգամանքը, որ պետք է թույլտվություն ստանան գրավոր մեր պաշտպանյանի, սակայն իմ պաշտպանյաները արդեն իսկ հեռախոսազանգի միջոցով հայտարարում էին, որ ուզում են պաշտպան։ Ցուցարարներից 14-ն ըստ պաշտոնական հաղորդագրության տարվել են ոստիկանություն։ Ակտիվիստ Տիգրան Մազմանյանն ասում է, Վարդգես Գասպարի օրինակով եւ ի պաշտպանություն նրա են նախագահականի առջև 3 երեկոյան բողոքի ակցիան պարկած իրականացրել։ Ակցիան իրականացնենք պարկած, գիտենք, Վարդգես Գասպարին բերման են ենթարկել նման ակցիաներ իրականացնելու համար, այսինքն մենք էլ ենք նմանատիպ ակցիա իրականացնում, ինչ չէ, եթե կոպիտ գցենք, մեզ էլ ձերբակալեք, մենք էլ նույն քաղաքական հայացքներ ունենք։ Պաշտպանյալ Մաքսիմ Սարգսյանը իրեն տանում էին եւ հրավիրում էին։ Մի ժամ կնեք պատասխանում։ Փաստաբան Հայարփի Սարգսյանի խոսքով ոստիկաններն անտեսելով օրենքը կարևորել են վերադասի ապօրինի հրամանը։ Ոստիկանները մեզ թույլ չէին տալիս ներս մտնել, պատճառաբանելով, որ իրենց պարզապես հրաման չի տրվել մեզ թույլ տալու։ Այնինչ կարող եմ ասել, որ այն, որ ոստիկանները եւս նշում են, որ մեզ պիտի հրամային նոր ներս թողնենք, դա դեռ չի նշանակում, որ պիտի ենթարկվեն անօրինական հրամանի։ Պաշտպանի գրասենյակը հազանգից հետո անգամ փաստաբաններին չհաջողվեց մտնել ոստիկանություն։ Փաստաբանների խոսքով, թեպետ իրենք ըստ կարգի ներկայացրել էին վկայականները, ոստիկանները շարունակ պնդել են, չեն տեսել։ Իրավիճակը փոխվեց միայն, երբ ոստիկանություն եկավ ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Հիմա խնդրում եմ ճանապարհ տվեք, առնվազն մարդիկ, ովքեր իրենց աշխատանքի բերումով եկել են ստեղ, մտնել ներս։ Բայց հրամանի բան չեն տալու։ Հրամանի խնդիրը ինչու՞ է հիմա։ Ես դա համարում եմ, որ փաստաբանի պատշաճ գործունեության եւ բերման ենթարկվածի պատշաճ իրավաբանական օգնություն ստանալու հնարավորությունից զրկել կամ խոչընդոտել։ Ակտիվիստ Անդրանիկ Վարդանյանն ու Մաքսիմ Սարգսյանն ասում են, բաժին մտնելու առաջին իսկ պահից փաստաբան են պահանջել, սակայն ոստիկանները շարունակ ձգձգել են պաշտպանի հետ հանդիպումը։ Այո, մենք ուզում ենք փաստաբան լինի։ Բաժնում հենց մեքենայից իջեցնելուց, քանի որ իրենց այդ դարպասը չէր աշխատում, դարպասից դուրս իջեցրին, որտեղ մեր ընկերներն էին ու լրագրողները ու նաև փաստաբանը։ Մեզ այնտեղ հենց հարցրին փաստաբան ուզում եք ու ես անձամբ բարձրաձայն մի քանի անգամ շեշտեցի, որ այո, ուզում ենք փաստաբան, թողեք, թող մեր փաստաբանը մեզ հետ գա։ Հենց քննիչի դիմացից զանգահարել եմ, բարձրախոսը միացրած, հրավիրել եմ փաստաբանին, սակայն փաստաբանին չէին թողնում։ Սա երկրորդ դեպքն է արդեն, որ ընթերականները գալիս են խմած։ Մինչդեռ ոստիկանությունից գրավոր հերքում են փաստաբանների ու ակտիվիստների այս պնդումները, մեջբերում եմ, վարչական վարույթ իրականացնող պաշտոնատար անձանց համար ժամանակ է պահանջվել բերման ենթարկվածներից պարզելու, փաստաբանի իրավունքից օգտվելու ցանկության մասին։ Դրանից հետո է միայն ակտիվիստներին հնարավորություն տրվել հանդիպելու փաստաբանների հետ։ Մեջբերման ավարտը փաստաբաններ Արակ Արագյոզյանն ու Հայարփի Սարգսյանը մտադիր են ոստիկանության դեմ դիմում ներկայացնել փաստաբանների պալատի նախագահին ու մարդու իրավունքների պաշտպանին։ Հա, որովհետև ես փաստաբան եմ, իմ վստահորդը այնտեղ առանց փաստաբանի նստած է։